Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 84 միլիոն եվրո դրամաշնոր եւ վարկ։ Հայաստանի գործադիրը վարկ դրամաշնորը նախատեսում է ուղղել վերականգնվող էներգիայի մասնագիտական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, տարածքային կառավարման բարեփոխումների եւ տեխնոլոգիական ոլորտի համագործակցությանը։ Ընդդիմադիրները հայտարարել են, թե իշխանություններն ըստ էության հերթական անգամ որոշել են մեծացնել առանց այտել մեծ պետական պարտքը եւ որ այդ նպատակը իրականացնելու համար փորձել են ամեն կերպ քողարկել իրենց մտադրությունները նախագիծը գեղեցիկ փաթեթավորման մեջ դնելով։ Հայաստանի պետական պարտքը կանցնի 13 միլիարդ 700 միլիոն դոլարից։ Հայաստանում մշտապես բնակվողները կարող են դառնալ խնամատար ծնող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված եւ խնամքի կարիք ունեցող երեխաների համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ խնամատար ծնող կարող են դառնալ չափահասները, եթե վերջին 5 տարիների ընթացքում չեն հաշվառվել ոստիկանությունում որպես հասարակական կարգը խախտող, երեխայի ու ընտանիքի շահերի դեմ ուղղված հանցանք կատարած անձ։ Խնամատար ծնող դառնալու պարտադիր պայմաններից է նաեւ համապատասխան դասընթացների մասնակցելը։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Երևանում իրականացրել է խաղալիքների նմուշարում, որի արդյունքում պարզվել է, որ սլայմեր տեսակի խաղալիքը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների եւ պարունակում է վտանգավոր բաղադրիչներ։ Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով շուկայի վերահսկողության տեսչական մարմնից կարգադրել են եղել կասեցնել արտադրանքի խմբաքանակի իրացումը, հետ կանչել եւ ոչնչացնել։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5676 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել 206 ավտոմեքենաներ։ Հայտնաբերվել է ոչ սթափ 179 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 217 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15512 խախտում։ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որ իրավապահները Հայաստանում խոչընդոտում են փաստաբանի մասնագիտական գործունեությանը։ Նրանց նկատմամբ իրականացվում է հետապնդում։ Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ բարույթն իրականացնող եւ այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար, հայտարարել է Փաստաբանների պալատի ղեկավարը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։